Ժամը 17:07 մեդիայի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Ազգային ժողովի նիստում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է կիբերանվտանգության հարցերը լուծող հատուկ անկախ մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նոր մարմինը պետք է ստեղծի խորհրդարանը։ Այն կլինի 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որը նույնպես կձևավորի ազգային ժողովը։ Նախարարը կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքին պետք է ներգրավվեն բարձրակարգ մասնագետներ ու փորձագետներ շատ բարձր որակավորմամբ ու կարողություններով։ Կիբերպաշտպանությունը ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից լուրջ բաղադրիչ է, նշել է Հայրապետյանը։ Կիբերանվտանգության գծով համապատասխան կառույցներ նախատեսվում է ներդնել պետական կառավարման մարմիններում ու մասնավոր հատվածում։ Նախատեսվում է նաև գործարկել կիբերանվտանգության ծառայությունների համակարգը։ Առաջին փուլում համակարգը նախատեսվում է ներդնել ներգրավելով կրիտիկական ենթակառուցվածքներով ընկերությունների, ասել է նախարարը։ Այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը հայտնվել է իրավական ու քաղաքական փակուղում։ Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի, թեև օրենքով սահմանված ժամկետները վաղուց սպառվել են և հանձնաժողովը փաստացի լուծարված է 2023 թվականից։ Հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է զեկույցը քննարկման դնել լիագումար նիստում։ Սիմոնյանը հավելել է, որ թեև Քոչարյանը տեղյակ է այս իրավական խոչընդոտի մասին, այնուամենայնիվ փորձում է այլ մեկնաբանություն տալ իրավիճակին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, և դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանելու եմ, և դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր պատգամավորները որպես գաղտնի մաս տիրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նենց, դա հրապարակվելու է։ Wizz Air-ը Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության հետ համատեղ այսօր Զվարթնոց օդանավակայանում պաշտոնապես բացել է իր բազան։ Բազայի պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիսից հետո ներկաները ժապավեն կտրելուց հետո դիմավորել են Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Մյուս ուղղությունների թվում են Պրահան, Համբուրգը, Փարիզը, Բուխարեստը։ Ավիաընկերությունը նաև կավելացնի դեպի Դորտմունդ թռիչքների հաճախականությունը շաբաթը 4 անգամ։ Սեպտեմբերի 30-ից ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում նաև Գյումրիի և Լառնակայի միջև։ Մանրամասնում է Սիմոն Հովանիսյանը։ Ճանապարհորդել է այլևս Հայաստանի Հանրապետության մի փոքրիկ խումբ քաղաքացիների համար չէ նախատեսված։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի համար այլևս շատ հասանելի և նորմալ բան է։ Զվարթնոցում բազա է բացում Wizz Air հունգարական ավիափոխադրողը։ Ինչ կտա սա Հայաստանին։ Ըստ ընկերության տնօրենի, սա Հայաստանին կտա ուղիղ ու հնարավորինս ցածր գներով չվերթներ տարբեր ուղղություններով և կստեղծի նոր աշխատատեղեր։ Պատրաստվում են Հայաստանից դեպի 9 երկիր 16 ուղղություններով թռիչքներ իրականացնել։ Գիտեք, նախքան բազա բացելը մենք սովորաբար գործունեությունը սկսում ենք ներգնա չվերթներով, այլ բազաներից իրականացվող թռիչքներով և կախված պահանջարկից, կախված այդ չվերթների հաջողությունից, մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ, թե որտեղ կցանկանայինք բազա տեղակայել, որտեղ կցանկանայինք հաճախորդներին էլ ավելի լավ սպասարկել։ Եվ մենք տեսնում ենք այս երկրի աճող պահանջարկը, երկրի տնտեսական զարգացումը և իհարկե Հայաստանի գեղեցկությունը, այսինքն մենք լիովին վստահ ենք, որ դուք կունենաք 100 հազարավոր այցելուներ, որոնք կժամանային այս երկիր։ Իր 34-րդ բազայում ընկերությունը Airbus A321 Neo 2 օդանավ է պատրաստվում տեղակայել, ասում է իր բնորոշմամբ ամենամիջազգային ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։ Արժե նշել, որ ավիաընկերությունները, որոնք ինքնաթիռներ են բազավորում, երթուղիներ են սկսում դեպի տարբեր օդանավակայաններ, մեծապես նպաստում են տեղական տնտեսությանը։ 2020 թվականից ի վեր մենք տեղափոխել ենք 2.6 միլիոն ուղևոր դեպի երկիր և երկրից դուրս, և դրանով մենք նպաստել ենք շուրջ 2000 աշխատատեղի ստեղծմանը և ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում։ Նոր համալրումներով, լրացուցիչ երթուղիներով մենք հաշվարկում ենք, որ կստեղծենք մոտ 100 ուղղակի աշխատատեղ ավիացիայի ոլորտում ու ևս 800 աշխատատեղ հարակից
ոլորտներում։ Իսկ ինչ է տալիս Հայաստանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է, ծրագրի համար նախատեսված է 3 միլիարդ դրամ պետական բյուջեից։ 15,000 դրամ Գյումրի օդանավակայանի դեպքում, եթե 1 միլիոնից ավել, ուրեմն մեկ օպերատորը Հայաստան մարդ է բերում, հա, եւ 20,000 դրամ Զվարթնոց օդանավակայանից։ Բոլոր ավիափոխադրողների համար է պետական սուբսիդիան, ասում է Պապոյանը։ Չնայած հայկական ավիաընկերությունները 2020 թվականից Եվրամիության սև ցուցակում են եւ կոմերցիոն թռիչքներ դեպի Եվրոպա իրականացնել չեն կարող։ Ըստ Պապոյանի, խնդիրների ցանկից 1-2 կետ է մնացել, որ լուծվի։ Գիտեմ, որ ամենավերջին փուլում ենք եւ այնտեղ բազմաթիվ ցանկեր կար, որ պետք է հերթով, այսպես պատկերավոր ասեմ, պիտի համապատասխանենք, հա, այդ բաները, պլյուսները դնելով գնում ենք, վերջին 1-2-ն է մնացել եւ հուսով եմ, որ այս տարվա մինչև վերջ այնուամենայնիվ մենք դուրս կգանք այդ ցանկից։ Յուրաքանչյուր ավիաընկերություն, որը Հայաստան տարեկան 1 միլիոն մարդ է բերում, կարող է օգտվել այս ծրագրից։ Սա ներդրում է, որի արդյունքում Հայաստան զբոսաշրջիկներ կգան։ Ընդ որում ոչ միայն Զվարթնոց, այլ նաև Շիրակ օդանավակայան, Գյումրի։ 3 գործարկվել է Գյումրի Լառնակա չվերթը։ Մենք վերանորոգել ենք ժամանման ամբողջ սրահը, մեկնման ամբողջ սրահը, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Գյումրիի այս օդանավակայանը շատ ավելի լավն է, քան եվրոպական բազմաթիվ օդանավակայաններ, որտեղ մենք թռիչքներ ենք իրականացնում։ Իդեպ թուրքական ավիաուղիները հայտարարել է դեպի Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին։ Մինչ այդ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունն էր կանոնավոր չվերթներ իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով, սկսած 2022 թվականից։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնք դրսևորվում են տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ եւ գրանցված հաջողություններով։ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կարևոր դերակատարումն այս հարաբերությունների զարգացման գործում, նաեւ շեշտել Էմիրությունների մեծ դերը այս տարվա հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության օրակարգը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինին եւ պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին Չինաստանի կազմավորման 76-րդ տարեդարձի առիթով։ Մեջբերեմ վերջին տարիներին Հայաստան-Չինաստան փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները երկուստեք հանձնառության եւ համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որոնց շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր ռազմավարական գործընկերության մակարդակի։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով լրացուցիչ լիցք կհաղորդենք մեր երկրների միջև փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա խարսխված վերընթաց զարգացում ապրող հարաբերությունների հետագա խորացմանը, ռազմավարական գործընկերության շրջանակը հարստացնելով հավակնոտ նպատակներով եւ ուղղություններով։ Սի Ցզինփինին հղած ուղերձում նշել է Փաշինյանը։ Վճռաբեկ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է եւ դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Դատալեքսից տեղեկանում ենք, որ գեներալ լեյտենանտը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանին դատապարտել է ազատազրկման 5.5 տարի ժամկետով, վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը։ Դժոխք կողմը մտավախություն ունի, որ դատավարական ձգձգումները կարող են հանգեցնել վաղեմության ժամկետի լրանալուն։ Հիշեցնեմ նաև, որ 44-օրյա պատերազմում Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնած գեներալ Միքայել Արզումանյանն արդեն բանտում է 3 տարուց ավելի, սակայն նրա վերաբերյալ դատավճիռ չկա։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի անցկացրած ազգային անվտանգության խորհուրդն արձանագրել է, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ տեղաշարժը շահավետ է ամբողջ տարածաշրջանին, քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ տեղաշարժը եւ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաեւ վերջնական խաղաղություն հաստատելու մեր ցանկությունը, ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպման ժամանակ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն կրկին ընդգծել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կարևորությունը։ Ըստ նրա, այն կենսական դեր է խաղում Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացում, մեջբերեմ մեր տարածաշրջանի համար ևս մեկ լավ լուր է Զանգեզուրի միջոցով նոր հնարավորությունների բացումը, այդ միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը և կարևոր քայլ կլինի ամբողջ թուրքական աշխարհի միավորման ուղղությամբ։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, հավելել է նա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուծել է Ադրբեջանում երկարատև խնդիր, որն ըստ նրա չէր լուծվում 36 տարի, այն ձգձգվեց 36 տարի և ասում էին, թե այն անլուծելի է, բայց ես լուծեցի այդ խնդիրը։ Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը և այնտեղ ստորագրված փաստաթղթերին անդրադառնալով ընդգծել է Թրամփը։ Ընդ որում Թրամփը ոչ միայն չի հիշել ոչ Հայաստանի, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի անունները, այլ ասել է մեջբերեմ Ադրբեջանի առաջնորդը և մյուս տղան։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Վիրջինիայի Քուանտիկո ծովային հետևակի բազայում հավաքել է ամերիկացի գեներալների, ծովակալների և զինվորական պաշտոնյաների ու հայտարարել, որ ամերիկյան ռազմական հաստատության նպատակը հաղթանակին պատրաստվելն է։ Եթե մեր թշնամիները հիմարաբար որոշեն մեզ մարտահրավեր նետել, նրանք կջախջախվեն պատերազմի նախարարության դաժանությամբ, ճշգրտությամբ ու վայրագությամբ։ Ընդգծել է նա, հավելելով, որ պաշտպանության նախարարության դարաշրջանն ավարտվել է։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ ամրապնդի իր ռազմական կարողությունները և մեծացնի զորքերի քանակը, քանի որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի խաղաղությունը պաշտպանելու համար։ Վերականգնված պատերազմի նախարարության միակ առաքելությունը պատերազմն է, ռազմական գործողությունների մղումը, պատերազմի ու հաղթանակի պատրաստվելը, անդադրում և անզիջում, հայտարարել է Հեքսեթը։ Նա քննադատել է ավելորդ քաշ ունեցող սպաներին, հայտարարելով, բացարձակապես անընդունելի է տեսնել թանձրամարմին գեներալների և ծովակալների Պենտագոնի դահլիճներով քայլելիս։ Պենտագոնը հաստատել է Իրաքում իր ռազմական առաքելությունը դադարեցնելու մտադրությունը, ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության իսլամական պետության մնացորդների դեմ պայքարը կշարունակվի իրաքյան ուժերով, իսկ Միացյալ Նահանգներն ու նրա կոալիցիոն դաշնակիցները կենտրոնական Սիրիայում իսլամական պետության մնացորդների դեմ պայքարի վրա և իրենց անձնակազմի մեծ մասը կտեղափոխեն իրաքյան Քուրդիստան այդ առաքելությունն իրականացնելու համար։ 2025 թվականի սկզբին Միացյալ Նահանգներն Իրաքում ուներ 2500 զինծառայող և ավելի քան 900 հարևան Սիրիայում 2014 թվականին իսլամական պետության դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիայի կազմում։ Իրաքում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կիչեցվի 2000-ի, որոնց մեծ մասը կտեղակայվի Էրբիլում։ Ռուսաստանը անօդաչու սարքերի հարձակում է իրականացրել Դնեպր քաղաքի վրա։ Մեկ մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել։ Վնասվել է նաև բժշկական կենտրոն և բնակելի շենքեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ընդգծելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Ավելի վաղ Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկիում գտնվող Աքերման գինու և կոնյակի գործարանին հասցված հարվածից ոչնչացվել են մոտ 250,000 շիշ կոնյակ։ Գործարանը, որն արտադրում է տարեկան ավելի քան 50 միլիոն շիշ և ունի մոտ 400 աշխատակից, պլանավորում է վերականգնել արտադրությունը։ Ըստ ռուսական աղբյուրների, Օրենբուրգի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների թռիչքներն անվտանգության նկատառումներով։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հակաօդայինները խոցել են 20 ուկրաինական անօդաչու։ Սումուտ մարդասիրական օգնության տորմիղի տասնյակ նավեր շարունակում են ուղևորվել Գազայի հատված։ Ակցիային ներգրաված են ակտիվիստներ, այդ թվում Գրետա Թունբերգը։ Նավախումբը փորձում է ճեղքել Իսրայելի ծովային շրջափակումը, սակայն Իսրայելը դեմ է այս նախաձեռնությանը և փորձում է առաջացնել միջազգային լարվածություն։ Միացյալ Նահանգներում բանակցություններից հետո Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է գեներալ-մայոր Դավիթ Զինիին շենբեթ ներքին հետախուզության ղեկավար նշանակելու որոշումը, որը կստանձնի պաշտոնը հոկտեմբերի 5-ին։ Պակիստանի Քվետտա քաղաքում ռազմական ուժերի շտաբի մոտ անձնասպան ահաբեկիչը պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է գործել, սպանելով առնվազն 10 մարդու, այդ թվում զինվորականների, և վիրավորել 31-ին, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Հարձակումից հետո զինված անձինք ներխուժել են շտաբ։ Զինված ընդհարման ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են ևս 4 ահաբեկչի։ Բելուջիստան նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին, վերջին ամիսներին ուժգնացել են իսլամական զինյալների և անջատողականների հարձակումները, սակայն ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգի Բոգո քաղաքի մոտ տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել է առնվազն 60 մարդու կյանք, վնասել շենքեր, այդ թվում 100-ամյա եկեղեցի, առաջացրել էլեկտրաէներգիայի անջատումներ։ Սան Ռեմիգիո քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, փրկարարական եւ օգնության աշխատանքները հեշտացնելու համար։ Բոգո քաղաքի հիվանդանոցը ծանրաբեռնված է։ Ավելի վաղ Բուալոյի փոթորիկը, որը վերածվել էր թայֆունի, հարվածել է կենտրոնական Ֆիլիպիններին եւ Լուսոն կղզու հարավային մասերին, ինչի հետևանքով կա 10 զոհ։ Տարհանվել են հազարավոր մարդիկ։ Ջրհեղեղները շարունակվում են Լագունա նահանգի ցածրադիր գոտիներում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Pfizer-ը կիչեցնի մի շարք դեղամիջոցների գները Միացյալ Նահանգներում եւ կսկսի դրանց ուղղակի վաճառքը սպառողներին Trump Rx կայքի միջոցով, ինչպես նաեւ կներդնի $60 միլիարդ հետազոտությունների եւ տեղական արտադրության համար։ Թրամփը հուլիսի 17-ին դեղագործական ընկերություններից պահանջել էր համապատասխանեցնել գները արտասահմանյան մակարդակներին, սպառնալով մաքսատուրքերով եւ էժան դեղերի ներմուծմամբ, եթե ընկերությունները չկատարեն պայմանները։ Pfizer-ը դարձել է առաջին ընկերությունը, որն ընդունել է այս պայմանները։ Մինչ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները դեղագործական ընկերությունների հետ, կիրառելով առևտրային ճնշում։ Ամերիկայի դաշնային կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը տեղական ժամանակով կեսգիշերին։ Շատդաունը կհանգեցնի 100,000-ավոր աշխատատեղերի չվճարվող հարկադիր արձակուրդի։ Կառավարական բազմաթիվ ծրագրեր ու ծառայություններ կդադարեցվեն։ Դադարեցումից ժամեր առաջ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ծախսերի մասին օրինագիծը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ռոմի Պապ Լևոն 14-րդը խստագույնս քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականության հասցեին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հատուկ հայտարարությամբ հերթական անգամ հիշեցրել է Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի քաղաքացիներին չխախտել իրենց երկիր մուտքի ելքի վիզայի ժամկետները, այլապես նրանք կհայտնաբերվեն եւ կարտաքսվեն։ Որքան հայաստանցի են ամերիկյան միգրացիոն ծառայությունները հաշվառել եւ ինչ հետևողականությամբ են ամերիկյան իշխանություններն իրականացնում ամերիկյան երազանքի հետևից երկրի տարածքում հայտնված օտարերկրացիների արտաքսումը, Մոնիկա Հայրոյանն է պատմում։ Այն ժամանակ, երբ Մեքսիկայի սահմանին բարձրանում էր երկաթբետոնե պատը, ԱՄՆ-ի տարածքում կառուցվում են նոր անտեսանելի արգելքներ տեխնոլոգիական ընկերությունների եւ վիզայի համար դիմողների առջեւ։ Վաշինգտոնի ուղերձը կտրուկ է, ամերիկյան երազանքի դարպասները նեղանում են։ Այս խստացված քաղաքականության հետևանքներն արդեն տեսանելի են նաեւ Հայաստանի քաղաքացիների համար։ Նրանցից 2808-ը ըստ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային հսկողության պաշտոնական տվյալների այսօր կանգնած է արտաքսման վտանգի առաջ։ Նույն վտանգի առաջ կանգնած ադրբեջանցիների թիվն ուղիղ 4 անգամ պակաս 709 մարդ։ Արտաքսման սպասող հայերի տագնապալի թիվը հենց այնպես չի առաջացել։ Դրան նախորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բազմաթիվ հանրային զգուշացումները վերջին 1 տարում, որոնք հորդորում էին չխախտել վիզայի ժամկետները։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիկ թույլ չտան Միացյալ Նահանգների օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում եւ արտաքսում։ Սակայն սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ։ Արտաքսումների թիրախում են բոլոր ապօրինի ներգաղթյալները, առաջին հերթին Մեքսիկայի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի քաղաքացիները։ Ցուցակներում ընդգրկվածների մեծ մասի խախտումը ոչ թե քրեական հանցագործությունն է, այլ վարչական վիզայի ժամկետը գերազանցելը։ Միևնույն ժամանակ կտրուկ բարդացել են նաեւ օրինական ներգաղթի ուղիները։ Green Card ստանալն ավելի է դժվարացել կրճատ քվոտաների եւ ֆինանսական ինքնաբավության ավելի խիստ պահանջների պատճառով։ Օրինակ, եթե 2022-ին 1500 հայաստանցի է շահել Green Card, 2024-ին 1400, ապա 2025-ին կանխատեսվում է 1200-ը։ Սակայն ամենացնցող փոփոխություններից մեկը տեղի է ունենում բարձր որակավորում ունեցող մասնագետների ոլորտում։ Թրամփի վարչակազմը հայտարարել է տեխնոլոգիական ոլորտին հարվածող նախաձեռնության մասին, պահանջելով ընկերություններից վճարել տարեկան $100,000 յուրաքանչյուր H-1B աշխատանքային վիզայի համար։ H-1B վիզաներն այն հիմնական գործիքներն են, որով ամերիկյան ընկերությունները հատկապես տեխնոլոգիական ոլորտում ներգրավում են տաղանդավոր մասնագետների Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից։ Կարծում եմ, նրանք շատ գոհ են լինելու, բոլորը գոհ են լինելու եւ մենք կկարողանանք պահել մեր երկրում մարդկանց, որոնք շատ արտադրողական են լինելու։ Իսկ շատ դեպքերում ընկերությունները մեծ գումար են վճարելու դրա համար եւ նրանք շատ գոհ են դրանից։ Քննադատները պնդում են, որ H-1B համակարգը թույլ է տալիս ընկերություններին ցածր պահել աշխատավարձերը, շրջանցելով տեղի մասնագետներին։ Մյուս կողմից Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որ ինքը ժամանակին ունեցել է H-1B վիզա, պնդում է, որ այս ծրագիրը կենսական
նշանակություն ունի աշխարհի լավագույն տաղանդներին ներգրավելու եւ ԱՄՆ-ի մրցունակությունը պահպանելու համար։ Անկախ նրանից, թե դուք զբոսաշրջիկ եք, որից կարող են պահանջել մինչև $15,000 գրավ, թե բարձրակարգ ինժեներ, որին աշխատանքի ընդունելը կարող է ընկերության համար արժենալ տարեկան $100,000, ուղերձը մեկն է։ ԱՄՆ-ն կառուցում է նոր ֆինանսական պատ։ Ամերիկյան երազանքի համար պայքարը վերածվել է բարդագույն քննության, որտեղ յուրաքանչյուր քայլը պահանջում է ոչ միայն օրինապահություն, այլև զգալի ֆինանսական միջոցներ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել գնունու շինանյութերի հայտնի շուկայի վաճառքի տաղավարները։ Աշխատակիցները փորձել են դիմադրել, գործողությունների վայրում կենտրոնացվել են մեծ թվով իրավապահներ, այդ թվում կարմիր բերետավորներ։ Ոստիկանության ստորաբաժանումները սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը բացահայտել են 112 հանցագործություն, դրանցում դարձյալ մեծ թիվ են կազմում թմրանյութի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի մեքենա վարելու դեպքերը։ Առաջինի պարագայում գրանցվել է 16, երկրորդի 14 դեպք։ Բացահայտվել են նաև խարդախության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, կողոպուտի, շորթման, թմրանյութի իրացման դեպքեր։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Անցած 24 ժամում գրանցվել է 16 ավտովթար, 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Լրացավ հայ կինոյի նշանավոր վարպետ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը։ Տարեդարձի առիթով Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ, ցուցադրվել են Մալյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ, Մալյան թատրոնի դերասանների պատրաստած ներկայացումը։ Եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միայն մեկ հանդիսատեսի, եթե ես ազնվացրել, իսկապես ուրախացրել կամ մաքրել եմ միայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ։ Աշխարհը լիքը դահլիճներ, ինձ միայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես, ասել է հայկական կինոյի դասականը, որի նվագախմբի տղաներ, Եռանկյունի, Մենք ենք մեր սարերը, Հայրիկ, Նահապետ, Կտոր մի երկինք ֆիլմերն ընդմիշտ կհամարվեն հայկական կինոյի ոսկեֆոնդի բացառիկ նմուշներ։ Եռանկյունի, Մենք ենք մեր սարերը, Նահապետ, Կտոր մի երկինք։ Այս ֆիլմերը վաղուց դադարել են պարզապես կինո լինելուց, դառնալով մեր հավաքական դիմանկարի մի մասը։ Այս դիմանկարի հեղինակի Հենրիկ Մալյանի թողաջառանգությունը ոչ թե անցյալի մասին է, այլ մեզ հետ խոսող ներկայի, մեր ինքնության, մեր տեսակի ու երկնքի մեր Կտորի մասին։ Մալյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, ֆիլմերի ցուցադրություններ, նամականիշի մարում, հուշադրամի թողարկում հավաքել էին նրանց, ում համար Մալյանը ոչ միայն ռեժիսոր է, այլև ուսուցիչ, հայր և ազգային դիմագծի կերտող։ Նրա դուստրը Նարինե Մալյանը հիշում է Մալյան հորը, որի դաստիարակությունը ևս աշխատանք էր ուղղված մարդու ձևավորմանը։ Ոչ միայն որպես դուստր, այլ նաև որպես մարդ, որը շփվել է Մալյանի հետ, տեսել է իր աստղային պահերը, լսել է ֆանտաստիկ պատմություններ Մալյանի մասին, փողոցում կանգնեցրել և խոսել են Մալյանից, անվանելով նրան հզոր, ամենամեծ հայ ռեժիսոր։ Ժամանակ էր գտնում միշտ զբաղվելու ինձ հետ, աշխատելու ինձ հետ, որտեվ ես այդ իր դաստիարակչական մեթոդները հիմա հասկանում եմ, որ դա աշխատանք է եղել եւ ոչ միայն այնպես հայրը զբաղվում է երեխայի հետ։ Բացացեք բոլոր։ Դիմացեք, առաջինը Հենրիկ Մալյանի ժառանգությունը միայն նրա ֆիլմերը չեն, այլև նրա սերունդը, որին կրթել է։ Դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը վարպետի այն եզակի ուսանողներից է, որը հնարավորություն է ունեցել անմիջականորեն շփվելու նրա հետ եւ լսելու նրա դասախոսությունները։ Մենք 13 հոգի ենք ընդհանրապես կուրսում։ Ափսոսում եմ, որ այդ զրույցները, դասերը լսում էին միայն 13 հոգի։ Ես ուզում էի, որ այդ 13-ը դառնային 130, 1300, 13000 հոգի, որովհետև դա անասելի զրույցներ էին ու անասելի դասեր էին։ Նրա արվեստը ոչ միայն ազգային է, այլ նաև համազգային։ Նրա մեծությունը կայանում է նրանում, որ ազգային արվեստը բարձրացրեց համազգային մասշտաբի։ Մալյանի ստեղծագործության առանցքում պահանջկոտություններ իր անձի եւ անսահման սերն իր ազգի նկատմամբ։ Հենց այս սիրուց ու ցավից էլ ծնվեց Մալյանի կինոն։ Շատ ուշադիր էր բոլոր մարդկանց հանդեպ, անկախ իրենց դիրքից, շատ մեծ սեր ուներ իր ազգի հանդեպ, շատ, ուղղակի ֆանտաստիկ, շատ էր սիրում ազգը մեր,
շատ էր սիրում լավագույն դրսևորումները մեր ազգի եւ ուրեմն շատ ցավով էր տանում ամեն մի թերություն։ Տղի դրոճիկը ինչքան է։ Դե քաղաքտեղ է, ստանան ու ծախսելը մեկ է լինում։ Եթե իմը չխմեր, աշխատավարձը բարձր է։ Նախ դե քաղաքտեղ է, ոչ խմի ինչ անի։ Դերասան Սամվել Թոփալյանի խոսքով Մալյանի նպատակը հայ մարդուն վեհ, գեղեցիկ ու իր հողի մեջ ձգած արմատներով ներկայացնելն էր։ Եվ հենց այդ հայելին է, որ Մալյանի արվեստը դարձնում է ոչ միայն ազգային, այլև համամարտկային։ Իր ֆիլմերով պրպտեց, գտավ հային, հայի պարզ տեսակը, զուլալ տեսակը, արմատներ ունեցող տեսակը ու գովերքեց, ել ավելի գեղեցիկ դարձրեց հային։ Պատմելու մարդու պատմություն, մարդու համար, մարդու ապրումների, ձգտումների դեպի լուսավորը ձգտելու այս ազդեցությունը կամ այս ուղերձը տվեց մեզ, որ պիտի փնտրեք մարդու մեջ գեղեցիկը, լուսավորը ու դա բարձրացնեք, ցույց տաք բոլորին։ Ինչ մնացին նահաբեդեն որ տիսնակ։ Նահաբեդ էր։ Ջոջ, շեն, Գերդաստանի գլխավոր, մեծատուն, մեծապատիվ։ Հիմա ինքն ու իր չոր գլուխ։ Գրախտաս կվարվի մշահոտ չի գան նահաբեդեն։ Այս որոնումների արդյունքում Մալյանը ստեղծեց ֆիլմեր, որոնք ըստ կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի դարձան հայելի հայ մարդու համար։ Նախատեսվում է վերականգնել եւ թվայնացնել Մալյանի ֆիլմերը։ Շատ քիչ ժողովուրդներ ազգեր կարող են պատկանալ, որ ունեն Մալյան։ Մարդ, ով շատ հմուտ կերպով կարողացել է իր ֆիլմերը դարձնել հայելի, որտեղ մենք կարող ենք մենք ինքներս մեզ տեսնել։ Վա, էլի աշխատում եք։ Մի տեսեք ինչ են ուղարկել ինձ կախետից։ Շաբաշ, տեղ բացարեք։ Մալյանի ֆիլմերի ցուցադրությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանում։ Վարպետի դասական կինոնկարների վերականգնման թվային տարբերակների հետահայաց ցուցադրություններ են նախատեսվում աշխարհի մի շարք քաղաքներում։ Հենց այս համամարտկային հնչողությունն է, որ Մալյանի ֆիլմերը դարձնում է անձնական հիշողության մաս։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսյանը հիշում է, թե ինչպես է առաջին անգամ առնչվել Մալյանի արվեստի հետ 1988-ին։ Այդ օրվանից մի բան է այդպես մեխի պես մխրճվել իմ հիշողության մեջ, դա կտոր երկինք ֆիլմն է, որ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ և այդ պատկերը երկնքի և թռչող աղավնիները մի բան է, որ ինձ այդ շատ վաղ տարիքից արդեն դարձել է իմ նաև անձնական հիշողության, իմ անձնական էմոցիայի տագնապի անորոշության մի մասը։ Այդ զգացողությունները միայն մանկական չեն և տարիքի հետ միայն ամրապնդվում են։ Հենրիկ Մալյանի արվեստը ժամանակի սահմաններից դուրս եկավ, դառնալով մեր հավաքական հիշողության և ինքնության պահապաններից մեկը։ Նրա ֆիլմերում պատկերված հայ մարդը նույնքան կենդանի է այսօր, որքան 100 տարի առաջ։ Եվ եթե Մալյանը վարպետությամբ նկարեց մեր դիմանկարը, ապա մեզ մնում է պահպանել այն, սերունդներին փոխանցելով իր վառած լույսը։ Աննա Հարությունյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես Անի Զաքարյանն եմ ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։